Դաշինքի մաս կազմող կուսակցությունը այս պահին Երևանի քաղաքանում ընտրություններում աշխատանքից են կազմակերպել մեկ արբեր են չեմ չկան ուզում են հասկանալ և չկան ոգին են մոտավոր 12-ի հասկացան, որ գյումրեցիները չեն ուզում բերել նույն ոստիկանները, Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ, սիրելի Գյումրի, լավ եք չէ ժողովուրդ, հիմա բեմ հրավիրենք Գյումրու ավականու ընտրություններում Մայր Հայաստան դաշինքի թեկնածուներին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ ծափահարություններով Ինչպես նաև բեմ ենք հրավիրում Մայր Հայաստան Երևանի ավականու խմբակցության անդամներին, ովքեր այստեղ մեր հետ հերոսական աշխատանք են կատարում։ Ծափահարություններով Դիմա այստեղ է, չէ՞։ Այո։ Հարգելի գյումրեցիներ, մենք լավ ենք, բայց հանրապետությունում մի մարդ է վատացել։ Երեք ազգային ժողովի անդյոնի մոտ վատացել էր, հստակ զգացվեց։ Այդ վատանալուց հետո ասել է իր ոստիկաններին, իրավապահ մարմիններին, ասել է գնացեք Գյումրի ընդդիմադիրներին ասֆալտին ծեփեք։ Բայց Գյումրիում ասֆալտին ծեփված է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը։ Իրանք պետք է այդ վարկանիշը ասֆալտի վրայից քերեն։ Ինչպես շատերը տեղյակ եք, այսօր առավոտվանից Նիկոլ Փաշինյանի ուղարկած ոստիկանները պարալիզացրել էին Մայր Հայաստան դաշինքի շտաբի աշխատանքները։ Իրենց թվում է այդպիսով մենք վախենալու ենք, չգիտեմ, զգուշանալու ենք, հակառակ արդյունքն եք ստանալու։ Եվ այդ ոստիկանական գործողությունների արդյունքում նաև մեր թիմից կան բերման ենթարկվածներ, երիտասարդ պայծառ աղջիկներ ու տղաներ։ Առաջինը բերման էին ենթարկել Էմմա Գրիգորյանին, երիտասարդ մանկահասակ երեխաների մայր, եկել էին երեխաների մոտից, բերման էին ենթարկել, տարել էին Երևան, թե ինչ կար պարզելու, որ Գյումրիում չէին կարողանալու պարզել։ Բայց մի մասը դեռևս գտնվում է այդ իրենց իրավապահ մարմինների մոտ, այսինքն ձերբակալված են, թե կալանավորված են, անպայման իրենք էլ ազատ կարձակվեն։ Ես հիմա Էմման Գրիգորյան հիմա մեր հետ է եւ Երևանից հասել է արդեն այստեղ։ Ես ցանկանայի Գրիգորյան Էմմային այստեղ ծափահարություններով հրավիրենք բարձրախոսինով։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ այս աջակցության համար, որ դուք ցուցաբերում եք մեր թիմին։ Պիտի նշեմ, որ ՔՊ-ին մերժելու ևս մեկ պատճառ ունենք։ Այս անօրինակությունները, որոնք իրենք իրականացնում են եւ կարծում են, թե դրանով մեզ թուլացնելու են, սխալվում են։ Սա ևս մեկ ապացույց է, որ մենք ուժ ենք եւ մեզանից վախենում են։ Այնպես որ բոլորով միահամուռ մերժում ենք քաղաքացիական պայմանագրին եւ մեր ձայնը տալիս ենք Մայր Հայաստան դաշինքին համար 4։ Շնորհակալություն։ Հարգելի գյումրեցիներ, հարգելի դիտողներ, Փաշինյան Նիկոլին ոստիկաններին ուղարկել է Գյումրի բռնաճնշումներ իրականացնելու մյուս մեր գործընկեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ մենք դատապարտում ենք այդ բռնաճնշումները, դատապարտելի է դա
հարիշ չէ ժողովրդավարական երկրին, ինչպես իրենք ներկայացնում են, բայց այստեղ ժողովրդավարության ժտարներ չի մնացել։ Սա կոնցլագեր է ուղղակի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է կոնցլագեր։ Սա մահաբեր իշխանություն է, սա սոցիալական աղետ բերող իշխանություն է։ Տեսեք ինչ կատարվեց, որպեսզի անձնապես պատկերացնենք, հա, Երևանի ավականու ընտրությունները ես ձեզ ներկայացնեմ, ինչ արեցին։ Եկան ասեցին, ասեք կանենք, եկան մի կերպ իշխանությունը զավթեցին նստան ու արածները գիտեք ինչ էր։ Թանկացումներ, գույք արակը թանկացրեցին, տրանսպորտը թանկացրեցին, կարմիր գծերը 13 անգամ թանկացրեցին։ Իհարկե Մայր Հայաստանը այդ ամենի դեմ պայքարի առաջին գծերում էր, բայց ինչ-որ բան հաջողվեց իրենց անեն։ Հարգելի գյումրեցիներ, քպահականները եթե հանկարծ ինչ-որ ձևով, ինչ-որ հրաշքով հայտնվեցին Գյումրու քաղաքապետարանում, նույն բանը գյումրեցիներ մեզ է սպասվում, թանկացումներ, սոցիալական աղետը խորանալու է, Գյումրին հիմա Գյումրին եւ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ Իրենց օրոք որևէ բան չի փոխվել, ավելի է խորանալու։ Հարգելի գյումրեցիներ, ընտրություն կատարելուց հստակ կշռադատեք, տեսեք թե ինչ են արել, 7 տարի իրենց տված որևէ խոստում իրականություն չի դարել, ուղիղ հակառակն են արել։ Ասում են Նիկոլ Փաշինյանը քաղաքացին տուկանքի մատերիալ չէ, հիմա ինչ է կատարվում։ Բոլորին համատարած տուկանում են, մեկը դակը, մեկը ոստիկանությունը, մեկը չգիտեմ ինչ։ Հարգելի գյումրեցիներ, հիմա խոսքը ուզում եմ տրամադրել Գյումրու ավականու ընտրություններում Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող առաջին համար Կարեն Սիմոնյանին։ Ողջույն Գյումրի, ողջույն Թասիբոր մարդիկ, ողջույն համարձակ մարդիկ, մեր հարգելի տերերին ուղեր, Մայր Հայաստան տաշին։ Երկուսն Հայաստանում են, Տերենիկն այսօր շատ է խոսացել, փորձում է բարերը կուտ տալ, ոչինչ, չենք դատապարտում Տերենիկ քեզ։ Հարգելի գյումրեցիներ, այսօր վաղ առավոտից բոլորդ ականատես եղավ, որ իշխող ուժը ցայտոտի մեջ գտնվելով փորձեց խանգարել մեր աշխատանքները, բայց մի բանում հաջողեց ինքը, որ ես չհասցրեցի պիջակ հագնել, սափրվել և գլխարկս հանել։ Մնացած բոլոր աշխատանքները իդեալական սկսել են, շարունակվում են և վերջացնելու են իրենց հաղթանակով։ Ինչքան իրանք ուզում են շեղել մեր թիմի, մեր ծրագրերից, որ մենք չխոսենք Գյումրու զարգացման ծրագրից, մեր ընթացիկ ծրագրերից, փորձում են ամեն ինչ անել, սև ու սպիտակի վերածել, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան, չի հաջողվելու։ Ես հենց հիմա խոսելու եմ մեր Գյումրուց, Գյումրու զարգացումից, մեր թիմից և մեր ապագա հաղթանակից։ Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան տաշինքը այս ընտրություններում ներկայացրել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագիր։ Հեռանկարային ծրագիրը դա ազատ տնտեսական կոդին է և Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ։ Այս ծրագրի իրագործումից հետո շատ կարճ 2-ից 3 տարվա ընթացքում Գյումրին 180 աստիճանով փոխվելու է դեպի լավը։ Դա է վկայում մասնագետների ապացույցները,
դա է վկայում միջազգային փորձը, դա է վկայում չինական փորձը, որ յուրաքանչյուր քաղաք, գյուղ, որը ուզում են զարգացնել, տալիս են ազատ քաղաքի կարգավիճակ։ Ունենալով ազատ քաղաքի կարգավիճակ, յուրաքանչյուր տնտեսվարող ազատվում է 50% հարկերից, ազատվում է ավելացված արժեքից և շրջանառության հարկից։ Եվ այս ամենը նպաստելու է մեր ապրանքների էժանացման, ներդրումային հոսքերի աշխատանքի, որը նաև հանդիսացել է մեր աղետի կոդի պիտակ լինելուն պատճառ, քանզի մենք գիտակցում ենք, որ աղետի կոդի ենք ոչ միայն երկրաշարժի հետևանքով, այլ նաև ծանր սոցիալական պայմաններով։ Մեր ընթացիկ ծրագրերի մեջ են մտնում նաև մեր քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացումը, քանի որ ես գործարար եմ, շատ լավ եմ հասկանում, առանց բարձր և ազնիվ աշխատանքի, արտար աշխատավարձի չենք կարող որակ ապահովել և գործարար լինելով շատ լավ եմ տիրապետում, տնտեսելով ապահովել զարգացում։ Եթե միայն տնտեսում ես, ուրեմն կորցնում ես որակը։ Եթե շռայլում ես, ուրեմն բյուջեն ես մսխում։ Հետևաբար, մեր գործարար դաշտից մուտքը դեպի քաղաքի կառավարում ի նպաստ է լինելու մեր քաղաքի զարգացմանը։ Մի փոքր խոսեմ մեր թիմից։ Թիմ, որը կազմված է բացառապես արտար մարդկանցից, կազմված է բացառապես հայի Գյումրեցում վայել ընտանեկան արժեքների կրող տեսակից։ Թիմ, որը նմանվել է մեղվի փետակի և առավոտից իրիկուն աշխատանքով է լցված։ Մենք այսօր երիտասարդության համար բացել ենք դռներ, զբաղված ենք դռներ կառուցելով, որպեսզի իրանք էլ ունենան այն նույն առաջընթացը և գիտական ոլորտում, և մշակութային, և կրթական, և իրենք էլ ունենան իրավունք ունենալու այն ամենը, ինչ ունեն զարգացած երկրների երիտասարդությունը։ Մեր թիմի կազմում համալրված են գործարարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և յուրաքանչյուր անձ, ով միացել է մեր թիմին, չի ունեցել մեր հետ այն 1000 տարվա ընկերական հարաբերությունը, որովհետև մենք որդեգրել ենք ոչ թե փայփաբազություն, այլ իրական զարգացման ծրագրերին օգուտ տվող մարդկանց։ Երեք մեր երթերի ընթացքում մի քանի անգամ անդրադարձել եմ իշխող ուժին, իշխող ուժի սատարողներին, փոխանցելով իրենց մեր էներգիան, մեր ժպիտները, մեր հարգանքն ու սերը և ասել, որ բացարձակ կապ չունի, որ դուք սատարում եք որևիցե այլ ուժի։ Եթե մենք ստանձնենք քաղաքի կառավարումը, ապա միանշանակ ձեզնից ովքեր որ մասնագետներ են և ունեն այն ծրագրերը, գաղափարները, որոնք պիտանի են մեր քաղաքին, միանշանակ գալու են ձեր հետևից և ձեզ տանք հարտակ, որպեսզի այդ լավ գաղափարներն ու ծրագրերն իրագործեն։ Եվ դրան պատասխան ստացան այսօր առավոտվա իրենց վայրագությունները։ Հիմա ինչ անենք։ Մենք չենք իջնելու իրենց մակարդակին, ինչքան էլ մեր ոտքերից քաշեն ներքև, մնալու ենք բարձունքի վրա և համոզված եմ իրենց ենք քաշելու դեպի վերև, քանզի իրենք մեր գյումրեցիներն են, իրենք մեր բարեկամներն են, իրենք այն մարդիկն են, ովքեր Աստված մի արածը դժբախտության, պատերազմի պարագայում կանգնելու են մեր կողքը։ Ի հեճուկս իրենց քաղաքական ուժի ղեկավարության
որոշ մարդկանց, ովքեր համակարգային վերից վար իմանալով մեր երկրին ծառացող վտանգները նպաստում են այդ քաղաքական գծին եւ օրակարգին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորին, մեր կամքը կայուն է, հաստատակամ է, տալու ենք այդ փոփոխությունը Գյումրիին, դառնալու ենք այն մերանը ընդդիմադիր դաշտում, միավորելով ընդհանուր ընդդիմադիր դաշտը, իշխանազրկելու ենք քաղաքացիական պայմանագրի Գյումրիի կառավարումից։ Հաղթանակ! Հաղթանակ! Բարձր թող լսվի իրենց գրասենյակում։ Հաղթանակ! Հաղթանակ! Սիրելի գյումրեցիներ, այսօր երեկոյան 22:00 կոչ եմ անում բոլորին լինել հեռուստացույցի առաջ և մասնակցել իրենց ոգևորությունը տալով մեր բոլոր ընդդիմադիրներից, որպեսզի այսօրվա իրենց պատասխանը արժանվույն տան։ Սպասում ենք իշխող ուժի թեկնածուին բանավեճի սրահում։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, միանշանակ հաղթանակ։ Ժողովուրդ ջան, հպական իշխանությունը տևական ժամանակ է լցվել է Մայր Հայաստան դաշինքի դեմ կեղտոտ լկտի հակաքարոզչության։ Դրանք բոլոր սոցիալական ցանցերում բացել են հազարավոր ֆեյքեր, տպավորությունը, որ յուրաքանչյուր մի հատ ֆեյք ունի, մի քանի հատ էջ ունի, դրանք գովազդի տակ դրած լկտի կեղտոտ հակաքարոզչություն են տարածում Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Հսկայական գումարներ ծախսելով։ Նրանք ինչ են ասում։ Ասում են, իբր ընտրակաշարք է բաժավում, իբր էս են անում, են անում, կեղծում են եւ այլն։ Դուք կեղծարարներ եք դուք, ընտրակաշարք բաժանողներ եք դուք։ Դուք չէիք, որ Արցախ ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանի բառապաշարը օգտագործեմ, Արցախը ծախեցիք Ալիևին։ Գնացեք դրա պատասխանը տվեք, դրա մասին խոսեք, այդ կեղծիքներից խոսեք։ Մայր Հայաստան դաշինքը այս ամբողջ ընթացքում քաղաքակիրթ, համերաշխության կոչ անող եւ բովանդակային ծրագրային քարոզություն է իրականացրել։ Մայր Հայաստան դաշինքը ներկայացրել է Գյումրիին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իսկ Կարեն Սիմոնյանը արդեն միսու այրուն է տվել ծրագրին գյումրեցիների աջակցությունը ստանալու առումով եւ հավաքվել է 7700 ստորագրություն ի աջակցություն այդ ծրագրի։ Այդ ծրագրով մենք իշխանություն լինելու դեպքում շատ կարճ ժամանակվա ընթացքում 1-2 տարի գյումրեցիներ ձեր կյանքը որակապես փոխվելու է։ Բարեկեցության առումով փոխվելու է, մթնոլորտի առումով փոխվելու է։ Եվ այս ամբողջ գաղափարախոսական ծրագրային մասը, ինչպես նշեցի, մշակվել է Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ղեկավարությամբ եւ հիմա խոսքը ցանկանում եմ տրամադրել հենց Անդրանիկ Թևանյանին։ Պարոն Թևանյան, խնդրեմ։ Ողջույն Գյումրի, ողջույն հարգելի գյումրեցիներ, եկեք ավելի բարձր ծափահարություններով մեր այս թիմակիցների Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ աջակցենք ու սատարենք ու դրանով ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի հաջողվել անել։ Հարգելի գյումրեցիներ,
քաղաքացիական պայմանագիրը այս քարոզարշավի ընթացքում հարձակումներ է գործել ընդդիմադիր ուժերի, կոմունիստական կուսակցության, իմ հզոր համայնքի, մեր քաղաքի և Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Մենք դատապարտում ենք այդ մոտեցումը և կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին համատեղել ջանքերը քաղաքացիական պայմանագրին Գյումրիից վռնդելու նպատակով։ Դրա համար մենք ընտրել ենք միացիր որ փոխես կարգախոսը և մեր երիտասարդները անցնելով Գյումրիի բոլոր թաղամասերով վանկարկում էին այդ կարգախոսը, որպեսզի միավորեն գյումրեցիներին հանուն դրական փոփոխությունների և ընդդեմ թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող քաղաքացիական պայմանագրի և ուրեմն կրկնում ենք մեր կարգախոսը միացիր, 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 Մայր Հայաստան, համար 4, ճիշտ ընտրություն, Կարեն Սիմոնյան, հարգելի գյումրեցիներ, պահը իրոք ճակատագրական է, դուք էլ եք փաստել, որ այսպիսի ընտրություններ Գյումրիում չեն եղել։ Պատճառը այն է, որ 2023-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար հանձնեց Արցախը, սա առաջին ընտրությունն է դրանից հետո, այսինքն Գյումրու ընտրությունը դառնում է համապետական։ Գյումրին այսօր ոչ միայն հայրաքաղաք է, այլ նաև Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը։ Ծափահարություններ Գյումրիին։ Այս քաղաքական մայրաքաղաք լինելը մեծ պատասխանատվություն է։ Դա նշանակում է, որ ձեր քվեարկությունից կախված է լինելու ամբողջ Հայաստանի ճակատագիրը։ 21 թվականին Նիկոլը վերարտադրվեց և մենք դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Հիմա եթե Գյումրիում Աստված մի արասցե, բռնաճնշումներով, կեղծիքներով, տարբեր մեթոդներով սրանց հաջողվի սոսնձված մնալ աթոռին, մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո նաև ամբողջ Հայաստանը։ Ուրեմն հարգելի գյումրեցիներ, խնդրում ենք, կոչ ենք անում, պահանջում ենք անպայման մասնակցել մարտի 30-ի ընտրություններին և մերժել քաղաքացիական պայմանագրին, ձայնը տալով ընդդիմադիր ուժերին և Մայր Հայաստանը պատրաստ է դառնալ այն միավորող ուժը, որը կստանձնի քաղաքի կառավարման պատասխանատվությունը գյումրեցիներին առաջարկելով adekvat եւ այլընտրանքային քաղաքապետ իդեմս Կարեն Սիմոնյանի բարձրացարություններ